իրանից կեղծ երևույթ գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է ֆեյքը։ Դե իր մակարդակով ինքը խոսացել է։ Շանտաժ սեփական ժողովրդի հանդեպ, չէ՞։ Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Սամվել Կարապետյանը ֆեյք թեկնածու է, կեղծ է։ Ով է ասում որ ֆեյքա որ։ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է ֆեյքը։ Հա, Ինչու՞։ Ռուսաստանի բերածն է։ Ռուսաստանի բերածն է։ Ինչու եք համոզված։ Նախ բիզնեսները Ռուսաստանում է։ Իր ամեն ինչը Ռուսաստանում է։ Всё։ Նշանակում է, որ ինքը Ռուսաստանում։ Հա։ Հնարավոր չի բիզնեսներ ունենա, բայց Ռուսաստանում բիզնեսներ ունենա Սամվել Կարապետյանը, բայց ֆեյք չլինի։ Չէ, նախ առաջինը պետք չի, ասենք Ռուսաստանի ինքը բիզնեսներ ունենա, ինչ որ մի տեղից կախված լինի, դա առաջինը, որովհետև օրինակ վաղը Ռուսաստանը ասի, չգիտեմ, ինչ որ մի հատ գլխավոր բան պետքա հանձնես Ռուսաստանի։ Ինքը ասի չէ, ընդ կորցնում է իր ունեցվածքը ինչքան է 6 միլիարդ, 3 միլիարդ, 5 միլիարդ ինչքան է։ Բարձր որ ինքը դա ռիսկի չի դիմի։ Իսկ դա Հայաստանի Հանրապետության կառավարման վրա կազմի։ Միանշանակ։ Ինչպես։ Հետո ասեցի ինչպես։ Ասենք ասում է, այս փողոցը պետքա տաս Ռուսաստանին կամ Գազամուղը պետք է տաս կամ չգիտեմ Թրամփի ճանապարհը պետքա տաս, ինքը ասես չէ, չեմ տալի։ Բարձր ինքը չի ասի չէ, չեմ տալի, չէ։ Խի որովհետև իր փողերը կորցնելու է։ Իրանից կեղծ երևույթ գոյություն չունի։ Նենց որ իր մասին եկեք չխոսանք, ես նենց վատ բաներ կսկսեմ ասել, որ կամերան կփչանա ուղղակի։ Իսկ ինչու եք այս արտահայտությունը սխալ համարում։ Որտեւ ինքը ճիշտ բաներ կյանքում չի ասում։ Իրան ման այլանդակ կերպար չկա։ Չի։ Ինչու համաձայն չեք, շատերը կան ու համաձայն։ Գոյություն ունեցող անձնավորություն է, ոչ կան ֆեյք լինի։ Ոչ թե համաձայն եմ, 1000% համաձայն եմ։ Ինչու։ Որովհետև ինքը Հայաստանի քաղաքացի չի, իրավունք չունի դրի, օրենք ունենք ու դա նորմալ է։ Այն դրանով է պայմանավորված իր ֆեյք լինելը ձեզ համար։ Ոչ, միայն դրանով չի։ Շատ տարբեր հանգամանքներով է պայմանավորված, Իսկ ինչ հանգամանքներ են դրանով։ որովհետև ինքը դեմ է Հայաստանի Հանրապետության առողջանալուն։ Ոչ, չի երևում, որ ոչ։ Ոչ ֆեյք, կեղծ, հա։ Չգիտեմ աղջիկ ջան։ Ան չեմ կարող ասել։ Դու մուզիկան պոլիտիկան եղտ։ Իսկ ինքը ինչու։ Այո, համաձայն։ Ինչու եք համաձայն։ Այդպեսին է կարծիքս։ Իսկ նորմալ է, որ ընդդիմադիրներին այդպես են դիմում։ Երևի թե նորմալ չի, բայց կարելի է ամեն մարդ իրանք ունի արտահայտի իր կարծիքը։ Ես Սամվել Կարապետյանին ընդհանրապես տեխնացու չեմ տեսնում ոչ միտեղ, որ ինքն էլ տեխնացու լինի, թե հիմա իրանց ցուցակով առաջի համար անցնում է ուրիշ անձ։ Ես չգիտեմ, ընդհանրապես տեխնացու ես չեմ տեսնում, ֆեյք է թե ֆեյք չի, այդտեղ արդեն էլ խոսալու բան չկա, ընտրաշավ է սկսվում էլ այդ վերացական կամ գախնի պոկեր տեխնացուները պետքա չլինեն, էլի ասենք, ժողովրդին պետքա բրազիլիական սերիալի հարցում չսարքեք, հա։ Իսկ ներողություն նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը այդպիսի տերմիններով է դիմում ընդդիմադիր։ Դե տեսեք, կա հակաքարոզչական օրենք, պետք է նայել այդ օրենքի համաձայնում է իր ասածները թե չէ։ Եթե կա ինչ-որ հակաքարոզչական բան, թող այն ուժը մտածի եւ մենք այդ ուժի հետ դաշնակից չենք, ընդհանրապես այդ ուժին չենք համարում ընդդիմություն, այսինքն պետք է այդ ուժը տեսնի, եթե հակաքարոզչություն է տեղի ունենում, դիմի վարչական դատարան կամ այլ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցությունների շատերը արդեն հայտարարել են իրենք որտեղից են սկսելու քարոզչությունը։ Դուք երբ եք պատրաստվում սկսել եւ որտեղ։ Մենք հենց նոր հաշիվը գրանցեցինք, այսինքն մեզ հաշիվ չէին գրանցում, մենք արդեն դիմում էինք պատրաստել, որ այսօր դիմեինք վարչական դատարան, քարոզարշավը հետաձգելու վերաբերյալ, բայց չգիտեմ, մեր բախտը բերեց, թե իրանց բախտը բերեց, հաշիվը ՎՏԲ բանկը բացեց, հիմա մենք այսօր գիշեր գործ ունենք անելու, պետք է նստենք, աշխատենք, քանի որ ոչ մի քայլ չենք կարողանում անել, ասենք չենք կարողանում բաներները վճարել, չենք կարողանում գրասենյակները վարձել, օպերատորներ, մի խոսքով այսօր գիշեր մենք
մեծ գործ ունենք անելու եւ երևի վաղվա մեջ արդեն հայտնի կլինի որտեղից ենք սկսում։ Իսկ ձեր շանսերը ինչքան կգնահատեք այս ընտրություններում։ Շատ մեծ։ Իսկ եթե տոկոսային հարաբերության վերածենք, Նիկոլ Փաշինյանից ավելի շատ, որ ինքը անցել էր պարլամենտ։ իսկ ինչու եք այդքան վստահ։ Որովհետև այս ուժը ստեղծվել է ժողովրդի պահանջով, ժողովրդի սրտից։ Դե իր մակարդակով ինքը խոսացել է։ Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Սամվել Կարապետյանը fake թեկնածու է։ Ոչ, 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 Համաձայն չեք։ ոչ։ Նիկոլ Փաշինյանն էլ է էլի fake տեխնացու։ Բոլորն է fake տեխնացուներ են։ Ինչու եք այդպես կարծում։ Նա ով որ Հայաստանի օգտին չի պատրաստվում գործել fake տեխնացու է ամես համար։ Նիկոլ Փաշինյանը ձեզ համար fake է։ Դե նայած այդ բառը ասելով ինչ ենք հասկանում։ Իսկ Սամվել Կարապետյանը fake է։ Դե առավել էլի, չասեմ։ Որ կողմից է fake, ինչու եք նրան կեղծ համարում։ Իրանց խոսույթի մեջ տարբերություն եք տեսնում առանձնապես, որևէ մեկը անվտանգության մասին երաշխիք տվել է։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ինքը չընտրվի, պատերազմ է լինելու է։ Հա, ճիշտ է, շատ լավ։ Անվտանգության չէ, շանտաժ սեփական ժողովրդի հանդեպ, չէ։ Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Սամվել Կարապետյանը fake թեկնածու է, կեղծ է։ Այո, ես Սամվել Կարապետյանին չեմ ընդունում։ Ինչու։ Որովհետև ինքը բիզնեսմեն է, թող գնա, ինքը պոտենցիալ էլ չունի վարչապետ դառնալու համար, ինտելեկտուալ պոտենցիալը իր շատ ցածր է։ Ինքը չի կարող վարչապետ լինի։ Ու Փաշինյանի հետ էլ չի կարող համեմատվի։ Փաշինյանը ավելի ուժեղ մարդ է, քան ինքը։ Չէ, համաձայն չեմ, բայց ինչի fake։ Ինչ է այդպես ասել։ Հիմա ինքը ինչ ասես չեմ լսել, բայց համաձայն չեմ դերնուց կնի fake մարդ։ Ինքը տեխնացիոն դրել է ամեն մարդ իր համադական իրավունքն է, առաջադրվի, տեսնենք ինչ կլինի։ Ես ոչ մեկին էլ չեմ հավատում։ Իրանց գործն է, իմ ինչ գործ է, ցավը տանում, կամ քո ինչ գործ է։ Իրանք իրար հետ կռվին, ես ինչի մտնում կռվի մեջ։ Թող իրանք մի դուրսի պատանս ես քեզ մի պատասխանեմ, չէ։ Բայց իրենք առաջադրվել են, որպեսզի երկիրը Ո՞վ։ ղեկավարեն։ Սամվել Կարապետյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ։ Նիկոլը կառավարը գեհմի դու կառավար ես, դու կառավար ես, չէ։ Մեկ մոտ ասի ելքնա, գենիս չես ելնի։ Ո՞վ կառավարի մարդը լավ էլի։ Ես չունեմ ինֆորմացիա դրա մասին։ Ինչ կարծիք ունեք Սամվել Կարապետյանի մասին։ Դրական։